Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում բարև ձեզ մեր զրուցակից այսօր երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանն է բարև ձեզ պարոն Հախվերդյան Բարև Պարոն Հախվերդյան վերջերս նշեցիք ձեր ծննդյան 75-ամյակը Ես չեմ նշել ճիշտ ասած Ուրիշները նշեցին դուք ներկա եք ձեր ծննդյան օրվան մենք տեսանք այդ տեսանյութը Մի երգ ունեք ասում Մի երգ ունեք ասում եք 50-ից հետո մարդիկ դառնում են մի քիչ մտածկոտ Եվ փորձում են անցյալից մաքրել էջերը կեղտոտ 70-ից հետո 70-ից հետո ինչպեսին են դառնում մարդիկ Չգիտեմ ես ճիշտ ասած ես 70-ը դեռ չեմ հասել իմ մտածողությամբ Ես իմաստուն ծերունի չեմ դառնա երբեք Ես կմնամ միշտ 30-ից 40 տարեկան մարդ Կա երգ, որ գրել եք երիտասարդ տարիքում, բայց դրա խորությունը վերջերս եք հասկացել։ Հարացակոր երգը գրում ես դու չգիտես ինչի մասին է այդ երգը։ Եթե շատ լավ երգերի մասին է խոսքը, որ ասենք 100%-անոց երգ են իրանց իմաստով, իրանց հարմոնիայով, մեղեդայնությամբ, շեշտադրությամբ, հնչյունաբանությամբ եւ այլն, ինչի մասին տեղեկություն չունեն մեր երգիչ երգչուհիները Եթե միջև mən լսում եմ 16 տարեկան գրած, եթե իմանայիր երգը, այդ նշանակում է ես չեմ գրել, դա ուղղակի ինձ համար երգ գրելը ոնց որ բանաձև լուծես կամ մաթեմատիկական խնդիր։ Ու տեղամուտիա քո հետ եղել է այդ դեպքը, թե շուտես բան չկա։ Դու գրում ես մի բան, որի մեջ տեղավորվում են բոլորը։ Եթե երգը մենակ քո մասին ալում, դա հետաքրքիր չի։ Եթե երգի մեջ ամեն մարդ գտնում է իրան, Այդ երգը իրան կպչում է։ Ձեր երգերը կարելի է բնորոշել տարբեր կերպ, խոստովանություն, նաև դիմադրության ինչ-որ ձև։ Ես այս բանը չգիտեմ, դուք կարող եք վերլուծել եւ ասել։ Հիմա կամ մի բան, որի մասին ասելիք ունեք։ Դիմադրում եմ եւ ինչ։ Ստացվում է։ Չէ։ Անխուսափելի է։ Անխուսափելի է։ Թեև հայացքս դեպի գեղեցկությունը երբեք չի խամրում Պարոն Հախվերդյան, ես գիտեմ, որ դուք հաճախ ասում եք երգը պատվերով չեն գրում եւ դա բնական է, չի կարող որոշել։ Ես պատվերով գրել եմ։ Դա ուրիշ պատվեր է, ես տեսեք ինչ նկատի ունեմ։ Որ ասենք ընտանիքի համար փոս։ Տեսեք, մեր երկրում ամենատարբեր զարգացումներ են լինում։ Դա ձեզ դրդում է ստեղծագործելու, գրելու, թե հակառակը Այդ պարագայում դուք ավելի ինքնամփոփ եք դառնում գուցե եւ ընդհանրապես ստեղծագործելու ցանկություն չի լինում։ Դա ոչ մի կապ չունի այդ ամեն ինչի հետ, որովհետեւ ինձ թվում է որ ժամանակը կանգ առել արդեն 40 տարի է։ Ուղղակի դեմքերն են փոխվում։ ԼՏՊ-ից հետո եկավ ասենք այ որոշներ ասում են, այս Սերժը ավելի լավ էր քան Ռոբերտը կամ Ռոբերտը ավելի լավ էր քան Լևը։ Պետություն չկարողացան սարքել։ Բայց նրանք հրաշալի կարողացան պետություն ասածը քանդել։ Ես քանդողների մասին եմ խոսում։ Բոլորովին են կարծիքի չէ, որ Նիկոլը սարքողներից է։ Նա դրանց շարունակությունն է։ Ստեղի քաղաքականությունը մենք խաղաթող չունենք խաղալու։ Անում են Ամերիկան եւ Ռուսաստանը։ Մեկ Ռուսաստանն է վախեցնում, մեկ Ամերիկան։ Եվ փառք Աստծո, եթե մենք ռուսների չանջատվեցինք, իմացեք նույն հետամնաց մեր հասարակությունը հետամնաց հասարակությունն է։ Հետո այլանդակ երկերը ռաբիս թուչացել են, ռաբիսը այն թվերին վերացել է, ռաբոչի իսկուսство։ Որը իհարկե իր ազդեցությունը կրում է։ Մեր երկերը ադրբեջանական գուսանական երկերը շատ մոտ են իրար։ Ինչի։ Հարցրեք։ Ինչու։ Որտեղ մեր վրա մի 600 տարի շատ մեծ ազդեցություն է գործել հանճարեղ պարսկական մշակույթը։ Ոչ այդքան ռուսական, ինչքան պարսկական։ Բայց այս վերջի քարտուները, որ երգում են, սրանք թուրքական մշակույթ է, որտեղ պարսիկները երբեք կլկլացնելով ու տենց այլանդակ բաներով չեն երգում։ Բայց գուսանները, ասենք նախկինում, ասենք սովետի ժամանակ էլ, թե Ադրբեջանը, թե շատ մոտ են իրար, նույն բանն է համարյա։ Եվ դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա։ Այսօր երգը կարող է եղանակ փոխել։ Ձեր պատկերացմամբ լավ երգը Թե ինչ որ ռիլեր են թերթում մարդիկ եւ գուցե դա ավելի մեծ ազդեցություն ունեն այսօր դրանք այդ տեղեկատվական հոսքերը։ Ես չգիտեմ, այդ բաները չեմ կարող պատմել, չգիտեմ։ Եվ ամենալուրջ ազդեցությունը մարդու վրա
ունենում է դատարկ ստամոքսը։ Արվեստը ստեղ կապ չունի եւ անելու բան չունի։ Նա կարող է մխիթարել մարդուն, ըմբոստ ասել, մի քիչ ավելի ըմբոստ սարքել։ Երկը կարող է հաճույք պատճառել մարդուն, երկը կարող է մարդու մեջից հանի, ասենք, ինչ որ ես ուզում եմ անել, թերարժեքության բարդույթը։ Երբ որ նա ես երկը գրում եմ նենց, որ լսողը մտածի, որ այս մարդը ավելի հիմար վիճակներում է, քան ինքը, եւ մխիթարվի դրանով։ Դե մի երկի մեջ ասում, չէ պետք է դիմանալ ու դիմադրել։ Այո, Նիչեն էլ է ասում, կյանքը մի բան է, որ պետք է հաղթահարել։ Անպայման։ Պարոն Հաղվերդյան, այսօր մի տեսակ հետ ենք վարժվել մտավորականի խոսք լսելուց, ծանրակշիռ։ Ես գիտեմ, որ դուք այդ բառը չեք սիրում եւ կարող եք տեղում որակումը տալ։ Մարդիկ խուսափում են խոսք ասելուց, որտեվ կարող են օրինակ սոցցանցերում հայհոյանքների տարափիտակ հայտնվել, վիրավորանքների ատելության խոսքի։ Չէ, ես սոցցանցերին չեմ հետևում, ու չգիտեմ այդ ինչ բան, նույնիսկ չգիտեմ ինչ բան է սոցցանցը։ Ու ինձ բոլորին հետաքրքիր չի, ով կա այոյի, ինձ կամ չի այոյի։ Ես միշտ ասում եմ, ինչ որ մտածում եմ։ Դուք վերջերս ձեր ալբոմը թողարկեցիք։ Կպատմեք նոր երգեր են, կարծես այնտեղ ընդգրկված։ Չեմ թողարկել դեռ, այս ասեմ, ուրեմն ապրիլի 11-ին կլինի շնորհանդեսը։ Եվ իմ բոլոր երգերի խոսքերի նոր երգերն է մեջը։ Եվ երկու դիսկ, որտեղ կան 50%-ը նոր երգեր են, 50%-ը հին երգեր նոր մոտեցումներով, ասենք, գործիքավորել է Վահագ Հայրապետյան, Խաչիկը Սահակյան, որ մեր շատ լավ երաժիշտներից են, եւ մանկական CD-ն, բայց արդեն նոր հնչողությամբ, որտեղ դա էլ մի 6 ամսվա աշխատանք է պահանջում, եւ հնչողությունը հիմա տեխնոլոգիաներն այս մակարդակի են ասել, որ դրեցինք Ավստրալիայի օպերային թատրոնի հնչողությունը, որպեսզի երեխեքը, ինձ համար ամենակարևոր գործը, որ ես արել եմ, այդ իմ մանկական երգերն են, որպեսզի երեխան հայերեն սովորի խոսել։ Բավական չի, որ մեր ռուսական կրթություն, ռուսական դպրոց գնացածները հայերեն չգիտեն։ Հայկական դպրոց գնացողներն են խոսում են ինչ-որ մի հատ ժարգոնով, որ չես հասկանում ինչ է։ Ես անընդհատ ուզում եմ մարդկանց ասել, որ մեր լեզուն ոչ թե այդքան հետաքրում է ինձ երգը, որ հայերենը ամենագեղեցիկ լեզուն է երգի համար ստեղծված։ Այդքան բան։ Պարոն Հաղվերդյան, Ռաբիսից խոսեցիք, վերջերս օրինակ հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ ՔՊԱ-ականները Ռաբիս երգի ներքո պարում էին։ ՔՊԱ-ն ո՞րն է։ ՔՊԱ-ականները, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները։ Ես ծանոթ չեմ այդ։ Այդ թվում, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը պարում էր Ռաբիսի ներքո։ Հա։ Այո։ Դե իրարից հեռու չի, ինքը դες առանձնապես առաջադեմ մեկը չի, մի հատ քաղաքային կուլտուրա ունեցող մարդ մեզ ղեկավար դուրս չեկավ։ Առհասարակ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, թե իշխանությունը, թե ընդդիմությունը փորձում է դիրքավորվել եւ տարբեր քաղտեխնոլոգիաներ են կիրառում։ Օրինակ Փաշինյանից տեսնում ենք նույն սրտիկային այդ playlist-ային քաղաքականությունը, ընդդիմության կողմից նույնպես տեսնում ենք, որ ինչ որ ծաղրական տեսանյութեր են հրապարակում։ Ինչ եք կարծում, նրանք ինչ որ կերպ մոտ են ժողովրդին, կարողանում են երկխոսություն ունենալ։ Եթե ես չեմ նա ինչ ասեմ։ Զարկերակին դիպչել։ Առանձնապես չեմ շփվում։ Բայց ժողովուրդը ինձ է շփվում։ Որտեղ իմ համերգներին գալիս են բավականին մարդիկ, լսում են երգերը։ Ինչ սպասել առաջիկա ընտրություններից եւ ինչպես անել, որ հասարակությունը չպառակտվի։ Ազգային ընդհանուր մտածողություն, նույնիսկ եթե կա, նույնիսկ եթե ասենք Նիկոլը Պողոսները կամ Պետրոսը Ամերիկան չի սարքելու այդ ճանապարհը։ Թրիփի մասին է խոսքը։ Այո, սարքելու է, դա լավ է, լավ է։ Լավ է, որ մեզ մոտ կառուցվելու է արհեստական ինտելեկտի գործարանը մեծ, եւ չիպերը արդեն ամերիկացի կողարկել են։ Ամերիկան ասում է sense պիտի լինի։ Եվ լավ կլինի դու համաձայն ես իր հետ, որովհետեւ դա քո շահերին համապատասխանում է։ Իշխանություն եկեղեցու վերնախավ կոնֆլիկտը օրորի ավելի է սրվում։ Ես զվարճանում եմ։ Նայ, օրինակ մարդիկ ասում են, խայտառանք եղանք աշխարհի առաջ։
Ներողություն, որ կաթոլիկ եկեղեցին այդքան պեդոֆիլներ տվեց։ Իրակի կաթոլիկ եկեղեցին խայտարակ եղավ աշխարհի առաջ, զվարճացեք ու ուրախացեք, որովհետև սենց կատակերգություն մեր մոտ այլևս չի կարող լինի։ Երկուսն էլ արժանի մարդիկ են։ Թե մեկին լավ գիտեմ, թե մյուսին։ Չնայած ցույց եմ տալի, որ ոչինչ չգիտեմ, չեմ տեսնում, բայց երկուսին էլ տեսնում եմ։ Լավ է, ուրախացեք, զվարճացեք։ Ինչի՞ եք վայ խայտարակ եղանք, վայ հայ եկեղեցու դեմ պայքար գնում։ Հայ եկեղեցին եփա պայքար գնում։ Ներողություն, հայ եկեղեցին այսքան դար եղել է ու նրա արժեքը ոչ թե նրա մեջ է թե Աստված կա թե չկա, ոչ, այլ այն եկեղեցիներ, որ կառուցվել են միջնադարում եւ նախքան միջնադարը, դրանք ունեն ճարտարապետական հանճարեղ նկարագիր, այսինքն սարքված են ոսկի հատման օրենքներով, ինչա ոսկի հատման օրենքը, մի օր կանչեք մի հատ ճարտարապետի, նա ձեզ կբացատրի։ Կրթական ֆունկցիա են նաև իրականացրել եկեղեցիները, նույն Տաթևի համալիրը։ Ոնց որ Հենրիկ Հովհաննիսյանն ասում, մենք վանական մշակույթի արդյունք ենք։ Բայց ճարտարապետական իմաստով, երբ որ տրամագիծը բոլորը բազմապատկում բաժանում անում ես, 007 թիվ է մնում։ Դա ունեի մենակ Պարթենոնը, մեր եկեղեցիները եւ եգիպտական բուրգերը եւ Թաջ Մահալը, որը իդեպ կառուցել են հայ արհեստավորներ։ Ես դրան նայում եմ ոչ թե աստվածաբանական դե, այլ որովհետեւ դա եթե կարելի է ասել տիեզերական ուղեղ դիունաս, որ լինելով իրանք իրենց համարում էին մոմիկ օրինակ ճարտարապետ, համարում արհեստավոր։ Նրանք իրենց արհեստավոր էին համարում, որ համաշխարհային մշակույթի գագաթներից մեկն է հայկական ճարտարապետությունը։ Պարոն Հախվերդյան, ձեր եզը երգում դուք այլաբանորեն 18 տարեկանում եմ գրել։ Դուք այլաբանորեն խոսում եք իշխանության եւ ժողովրդի մասին, ես այդպեսին եմ տպավորությունը։ Հավասարակ պետականության։ Այո։ Իշխելու, հարմարվելու մասին։ Մեր ժողովուրդը փոխվեց այս տարիների ընթացքում, թեկուզ վերջին 10 տարվա կտրվածքով եթե վերցնենք, թե էլի նույն այդ եզի, հարմարվող եզի կերպարում է, դերում է։ Նայեք դեպքերի հաջորդականությանը, ոնց սպանվեց Մոնթեն, ոնց Գորգիսյանը, այսինքն գաղափարական մարդկանց KGB-ն վերացնում էր, այսինքն ռուսական քաղաքականությունը։ Նա մեզնով վախացեց ադրբեջանցիներին, այդ ժամանակ մեր կողմներ կանգնեինք։ Հետո ադրբեջանցիների հետ մեզ, ինչի հնարվի է Հարաբաղը, որ դա հայկական տարածք է, հայեր են ապրեն դե միշտ։ Որպեսզի դառնի կռվախնձոր եւ որևէ իշխանություն կամ պետություն, ասենք Ադրբեջանը կամ Հայաստանը, անկախ չդառնա, չուզենա անկախություն, այլ տարվի Ղարաբաղը հետ վերցնելու խնդրով։ Ես ամենից շատ իմ կյանքում վախեցել եմ ու այս ցույցերին Ղարաբաղից չէի գնում մարդկային նախիրային բնազդից։ Նախիրը ամեն ինչի ընդունակ է, ասես գնամից եկայի դռները ջարդիկը գնակը ջարդի եւ այլն։ Իրանք այց են որոնում ոչխարները։ Բայց մի խոսք կա շատ լավ, որ մեր 4 ղեկավարներին, որ եկի անցել են եւ վերջինին նույնպես։ Ասում ավելի լավ է ոչխարների հոտին առյուծը ղեկավարի, քան առյուծների հոտին ոչխարը։ Դուք ինչ եք մաղթում մեր ժողովրդին, որն է ձեր մաղթանքը։ Տիգրանը ես խոսում եմ, ասում արդեն գրել ես, ինչ ասես, պետք է դիմանալ ու դիմադրել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Հախվերդյան։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք